Վեհափառին թիրախավորելու կոչը հերթական հարձակումն է հայկական ինքնության վրա։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր ողնաշարն է, մեր պատմական հիշողության պահապանն ու հայկական մշակույթի անբաժանելի մասնիկը։ Պետք է ձևավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի հայ առաքելական եկեղեցու վեհարանը ուխտադրժությունից եւ սրբապղծությունից, պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի հայաստանյաց առաքելական եկեղեցու արժեքներին, դա պետք է անի հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդը, հավատավոր ժողովուրդ ինչպես է դա անում։ Սիրով։ Միայն ու միայն սիրով։ Վեհարանը սիրով ազատելու կոչով հանդես գալը ոչ թե բարեպաշտ նախաձեռնություն է, այլ քողարկված քաղաքական հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա, հետևաբար նաև համայն հայության վրա։ Եթե այդպես տրամադրված եք ինչ-որ բան ազատել, ապա ազատեք կառավարության շենքը ձեր տհաճ ներկայությունից, քանի դեռ ուշ չէ։ Իսկ այս արշավի նպատակը պարզ է՝ ազատվել հրաժարականը պահանջած կաթողիկոսից եւ փոխարենը նշանակել սեփական նիկոլական կաթողիկոսին։ Չի բացառվում, որ նշանակվի հայտնի կարգալույծ եղած անձնավորություններից մեկը, սակայն այստեղ կա ևս մեկ գործոն՝ Նիկոլի պատմության մեջ մնալու մոլուցքը։ Նա սրանով փորձելու է ձևավորել այնպիսի կերպար, իբր թե եկեղեցին ուխտադրուժ կաթողիկոսից ազատած վարչապետն է ինքը։ Չի բացառվում, որ այստեղ կա նաև ադրբեջանա-թուրքական գործոն։ Պատահական էր, որ Փաշազադեի հոխորտանքը համընկավ նիկոլական հակաեկեղեցական արշավի հետ։ Եկեղեցու բարեփոխումը չի կարող տեղի ունենալ արտաքին ճնշմամբ, առավել ևս ՔՊԱ-ական շքերթներով եւ վարչապետի հրապարակային վարկաբեկման արշավով։ Եթե դուք իսկապես մտահոգ եք հայ եկեղեցու բարոյական կերպարով, ապա ինչու եք լռում, երբ մուսուլմանների կրոնական առաջնորդ Փաշազադեն վիրավորում էր մեր եկեղեցին։ Կարծես դուք այդ ժամանակ զբաղված եք ադրբեջանցիներին շնորհավորելով։ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական ոհմակը կեղծ հավատավորի քողով իրականում հարվածում են ոչ միայն մեկ անձի Գարեգին II կաթողիկոսին, այլ ինստիտուցիոնալ ամբողջության Մայր Աթոռին, իր հոգևոր առաքելությամբ, պատմությամբ, հավատավոր հետևորդներով վեհափառի վրա ճնշում գործադրելը նպատակաուղղված քայլ է ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Փաստացի Նիկոլը կոչ է անում ներխուժել վեհարան եւ բռնի ուժով հեռացնել կաթողիկոսին, ինչից հետո նա ցանկանում է, որպեսզի պետությունը վճռորոշ դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Սակայն սահմանադրության մեջ պարզ գրված է, որ եկեղեցին ու պետությունը միմյանցից անջատ են։ Մենք արդեն նմանատիպ խայտարակ դեպքի ականատես եղանք, երբ ՔՊԱ-ական հարբեցողը ներխուժեց Մարմարաշենի վանք, հայհոյեց տեր հորը ու չկրեց ոչ մի պատասխանատվություն։ Հրապարակումը նաև դրա մասին է։ Դրա մասին է։ Հայ առաքելական եկեղեցու առաջի պաշտպանը ես եմ ու եկեղեցին որպես շինություն պատկանում է նախ առաջ ինձ։ Դուք եսեք ինձ եկեղեցին իմ իշխանության տակ է, ես եմ այս տերն ու տիրակալի եկեղեցին, հասկացա՞ք։ Տերն ու տիրակալը։ Ես եմ տերն ու տիրակալը, որտեղ օցիալ հոգևորական, որ Աստծուց օծված ինձ կգաս ունենամ որևէ արձիկի վրա։ Իմ պետության մեջ կադաստրի եկեղեցին։ Կադաստրի թղթերը։ Դու լսի։ Կադաստրի թղթերը մե։ Հիմա կադաստրի թղթած ունեն կադաստրի։ Ոսկարացի պետության մեջ դու թղթած ունենաս։ Հայկեզի կադաստրի թուղթը բերտեն ամալը, տնա որտեղից այս շոբորդել, այլ լավ եմ անում, որովհետև դու հրապարակային շանց ծնունդի հայտարարություն ես շանցը, Դա հոգևորականության եւ հավատի դեմ պետական մակարդակով աջակցող վայրենություն էր։ Հենց այդ ծրագրով է շարժվում նիկոլական խմբակը, սակայն եթե նրանք փորձեն ներխուժել Մայր Աթոռի բակ, յուրաքանչյուր հայրենասեր հայ պետք է կանգնած լինի այնտեղ ի պաշտպանություն սրբազանների, ի պաշտպանություն վեհափառի եւ ի պաշտպանություն Մայր Աթոռի։ Այսպիսի հալածանք եկեղեցու հանդեպ եղել է նաեւ սովետական տարիներին, երբ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին խեղդամահ են վեհարանի իր բնակարանում։ Այդ դեպքից հետո շուրջ 7 տարի կաթողիկոս չի ընտրվել, բայց նույնիսկ այդ ողբերգություններից հետո եկեղեցին կանգուն է մնացել, իսկ նրան հալածողները անցել գնացել են։ Այսպիսով վստահ եղեք, որ Նիկոլին եւ իր ուսապարկերին աղանդավորների մի խմբակի հետ մեկտեղ չի հաջողվելու սասանել հայ առաքելական եկեղեցու դիրքերը։ Հայ եկեղեցին դուրս է գալու այս ճգնաժամից ել ավելի հզորացած։ Իսկ ես, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ, կանգնած եմ վեհափառ հայրապետի կողքին։